Այս երկուշաբթի նոյեմբերի 17-ին ժամը ուղիղ 22:45-ին բացահայտումներով լի եթեր, որի ընթացքում հայ ժողովուրդը կիմանա իրականում ինչ կարգի հացահատիկ է ներմուծվել Հայաստան եւ ինչպես էին ապատեղեկատվություն տարածում քոչայանական մեդիաները։ Ինչու էր Հայաստանը լռում, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով մեր երկիր եկած ցորենը ոչ թե բարձրակարգ է, այլ 4-րդ կարգի։ Հրապարակվեց արդեն հացահատիկի կարգը ըստ գոստեխնիկական պայմանների Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվել է 2-րդ կարգի եւ Ղազախստանից 3-րդ կարգի հացահատիկ, ինչի մասին արդեն սկսեցին լռել ընդդիմադիր լրատվամիջոցները։ Ռոբերտ Քոչյանը եւի կոմբիկեր է ուտում տնեցիքի հետ։ Ու խփելա գլխին այդ կոմբիկերը։ Էժան կոմբիկեր է գտե Թուրքիայում կամ բանն է, Ալիև աղբերն է Բաքվից ուղարկի, թո դրանից խոսա։ Ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե իշխանության գա Ռոբերտ Քոչյանը։ Պարոն Քոչյանը, երբ որ 22-ի փետրվարին ասուլիս էր տվել, դեռ ռուսները չեն հարձակվել Ուկրաինայի վրա, նա Հայաստանի գործոն դառնալու պայմաններից կամ հնարավորություններից մեկը, այո, համարում էր միութենական պետությունը ավելի մեծ անվտանգային տանիք եւ այլն։ Այդ մարդը ասել է, հիմա դա փաստ է։ Այո, ասում եմ, եթե Հայաստանը մտցնելու է միութենական պետություն, որ գործոն դառնա, դիքես համար։ Իմ եզրակացությունը դա է։ Հարգելի Ռոբերտ, տեսեք, միութենական պետություն մտնելու առաջարկություն Հայաստանի Հանրապետությանը չկա ձևակերպված։ Դուք գաճիշկանության դուք նրանց կառաջարկեք։ Մենք չունենք այդպիսի օրակարգ, Ռոբերտ Քոչյանը ասել է 22-ի փետրվարի, եթե մարդը այդ ժամանակ ընդունել է համարել։ Ռոբերտ Քոչյանը պետական գործիչ է եւ քննարկում է բոլոր այն տարբերակները, որոնք Հայաստանի Հանրապետության համար կարող են օգտակար լինել։ Երբ որ Ռոբերտ Քոչյանը լինի իշխանության եւ միութենական պետություն մտնելու առաջարկություն ներկայացվի Հայաստանի Հանրապետությանը, բնականաբար այդ տարբերակն էլ է քննարկվելու եւ ելնելու ենք նրանից, որը Հայաստանի Հանրապետության իշա Հայաստանի Հանրապետության։ Ագնեսա Խամանին եւ Ռոբերտ Քոչարին հայ ժողովուրդը ապագայում ուրիշ տեղ մտնելու առաջարկ անելու, ուղղակի էթիկայի նորմերը չեմ ուզում խախտեմ եւ չասեմ իրանք որտեղ են մտնելու։ Վաղը որ օրինակ Սին Ցզինպինը Չինաստանի առաջնորդը ասիարի նահանգի եսին որ գյուղապետք է ստամ Ռոբերտ փող կաշխատեց վազելով կեթա։ Սա արտուսա քոսոտ, որը որ իր հայրենիքը հանձնել է։ Ինչով էին զբաղվում Սերժ Սարգսյանը եւ եղբայրները մինչեւ իշխանության գալը։ Լոշն եմ ես միշտ նրան ասում, բայց Սերժիկին այսպես անդառնանք։ Ուրեմն Սերժիկը նոր որ հարցերից էր տալի, Լորոպյանը վերխով, Արտիոլի կոշիկներով, Ղարաբաղի տեղ յուղի, լավ, տեղ յուղում ծնվել է, բոմժ է եղել։ Աղբերը ձմերուկի ավտո էր քշում, մոռացել է սա աշիկը, պազով։ Ռեյսեր անում։ Այն մի աղբերն են հայվանը, որ դեսպան էին նշանակել ժամանակին։ Ուրեմն դութիֆից վիսկի էր առում, տանում սիրիա ծախում էր, փող էր սարքում։ Այսպես դիշովկեք են սրանք։ Ինչպես են քոչայանական ուժերը ատելություն սերմանում արցախցիների մեջ։ Փաստորեն ձեր երազանքը պատերազմն է, էլի։ Չէ, երազանքը։ Երազում եք, որ պատերազմ լինի։ Այո։ Շատ եմ ցավում ձեզ համար, ինչ ասեմ։ Պատերազմ ոչ մեկ է։ Մյուսներն է կորցրել, որ իմանան ինչ է։ Ոչ, նախքին մենք էլ ենք կորցրել, էլի, բա մենք չենք կորցրել։ Նախքին ներկան չի, հարցը դուք պատերազմի մասին է, բայց խի գնան ջահել երեխեքը զոհվեն նորից։ Չէին կոտորի, այնքան են կոտորել, որ դուք չգիտեք էլ։ 40 օրում է կոտորել։ Բա Սերժը քանի օրում 44 ապրիլյան ժամանակ քանի հեկտար թուրքը վերցրեց։ Այդ մի բանը ես բոլորին հարգում սիրում եմ արցախցիների մեջ է շատ լավ մարդիկ կա, հայերի մեջ է լավ վատը կա։ Այդ գոնե այդ մի բանը ճիշտ ասեցիք, բայց որ պատերազմ եք ուզում ու դա մարդի համար քրիստոնյա չի կոչվում, հա չի կոչվում, եթե շատ վատ բան է, ոչ մեկ գնուկ չի անում, զատիկ չի անում, տրնդես չի անում, իմ համար ինքը հայ չի։ Իմ համար ինքը թուրքից էլ վատ է։ Պատերազմ պետքա չլինի ու այլ երեխեք պետքա չզոհվեն։ Պատերազմ լինելու է, չի կարա չլինի։ Չի լինելու։ Դա այդպես էլ ոմանց համար երազանք կմնա։ Սրանք եթե չմոչելնեին, զենքը ձեր իրանց հողնու ջրում կմեռնեին, մենք էլ կհպարտանայինք, կասենք հերոս են։ Լավ թալն եկել է ինչ են արել, բայց գնաց կյանքը տվեց։ Մանվելից են խոսում, այն որ հարցերում ասում է Մանվելը ու ռեխը բացდა, Մանվելը եւ տղաների հետ եկավ։ Արա դա ո՞ւմ է խափում դու արա։ Բայց Շուշիի բանը ես փլեցի ստողա։ Ուրեմն արտուսանք ասում եմ, սրանք ի տարբերություն են մեր իսկական հայ կռվողների,
Վիդեոկամերա ունեին 92 թվականին։ Ընդ Լեոնիդ Ազգալյան, Դուշման Վարդան, Մոնթե Մելքոնյան, մարդիկ կռվում էին, պետություն էին պահում, հող էին ազատագրում։ Սրանք վիդեոկամերայով հարցազրույցներ էին տալի։ Այն Քոչյանի բջջերն էլ բան են, այն որ հիշում եք գնացին ինչ որ Ստեփանակերտում պատվալ են ցույց տալի, մենք պատերազմի ժամանակ այս պատվալում ենք ապրել։ Բայց հելեք հիմա սիկտիր եղեք այդ պատվալում ապրեք, արա։ Ձեր Ալիև աղբոր հետ։ Վաղը Ալիևը սրանց կնքելու է, սա թողնեին դառնա խավոր։ Ինչի համար է Ռոբերտ Քոչյանը ձգտում ծառայել Վլադիմիր Պուտինին։ Մենք ստիպված ենք այս բառապաշարով լեքսիկոնում սրանց պատասխանում, թե սրանք դրան արժանի են։ Ուղղակի իրանք օգտագործած գրական ասեն, պահպանակներ են։ Մենք Ռոբերտ Քոչյանը օգտագործած պահպանակ է։ Ընդ որում մի քանի անգամ օգտագործած Գենադի Ստեփանը, այս մնացածները, Մոսկվա փախածները, որը գնացել իրանց երգի դեմ ցուցմունք են տալի։ Մեր հաղորդմանը ներկա կլինի հատուկ հյուր, ում ընտանիքը տարիներ շարունակ տանջվել է քոչյանական կլանի ձեռքը։ Տիկին Անայտի դուստրը, Աստղիկը տաղանդավոր երգչուհի է, սակայն Սիրուշոյի հետ մասնակցելով երաժշտական մրցույթին, կյանքը վերածվել է դժոխքի։ Իրանք մասնակիցներ էին եւ փուլերով անցնելուց հետո եկավ գալահամերգի ժամանակը եւ շատ յարկի էր աղջկաց ելույթները եւ այլն, դալիճը բոլորը իրեն էին ծափահարում եւ այլն, բայց մրցանակը Սիրուշոյի մամայի շնորհիվ տվեցին Սիրուշոյին, Սյուզան Մարգարյանի շնորհիվ տվեցին Սիրուշոյին։ Վերջերս կալանքից ազատված Սերգեյ Սմբատյանի տատիկը տիկին Անայտից պահանջել եւ ստացել է $1000 կաշառ։ Սերժիկ Սմբատյան, Նուշիկյան եւ իր հերը, այդ որ ասում եք գույքա ձեր բերեին ճանապարհներով, մենք դրանց հետաքննությունը սկսել ենք մոտ ապագայում Աղման Հովսեփյան հետ դրա հետ գլխավորությամբ մենք կողորներն էր, որտեղ աղջիկս էր սովորում։ Մինչև $1500 չվերցրեց կոնսերվատորիայի անունը մենք չէինք կարա տանք։ Այսինքն դուք Սմբատյանի տատուն փող եք տվել $1000 Սմբատյանի հայրենակիցներ։ Տարիներ շարունակ տիկին Անայտը եւ դուստրը հալածվել են Քոչյանը սերժական ուժերի կողմից։ Ինչ ես աշխատում, ասում եմ, ինչ պիտի աշխատեմ, թոշակառու եմ։ Ասում եմ, հիմա դու իմ երեխուն կպահես, որ ես քեզ քո երեխուն տիրություն անեմ։ Ես նշեմ դու գանա, ես իրանց կնանիքին շուտով տիրություն կանեմ, օգտվելով եթերից նշեմ, որ եթե ձեր հետ նկատմամբ հայ կնոջ նկատմամբ նման վերաբերմունք ա եղել, ուրեմն Դուրգանը, Սամբատյանը, չգիտեմ, այդ Քոչյանի թայֆին եմ ասում, մենք հատացած եղեք, որ ձեր կնանիքին շուտով տիրություն կանենք։ Խնդրեմ շարունակեք։ Ովքեր են գաղտնալսել տիկին Անայտին։ Գրում էինք իրար հետ, որս ինչ ենք ուզում ասել, որ չլսեն, եթեր չբարձրացնեն ու մեզ այդտենց հետ ապնդման չենթարկեն։ Այսինքն ձեզ գաղտնալսել են։ Հա, գաղտնալսել են, մեր միտքը գողացել, անգամ այս հրապարակի ֆանտանները արդեն սարքել վերջացրել էին։ Այս եւ այլ ուշագրավ մանրամասներով լի եթերը դիտեք այսօր, նոյեմբերի 17-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։